Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Հա։ Ինչու՞։ Որովհետև ժողովրդին ինքը կօգտագործ է։ Ինքը լավ բան չի ene մեր երկրի համար, ազիզ ջան։ Դե իր ընտրող ընտրելու է, չընտրողը չի ընտրելու։ Էդի կապ չունի, բարձրացրեց, հացրացնել է։ Ով իրան ընտրեց, ընտրելու է, ով չէ։ Որ տեղյակ եմ ինչ։ Էդի վախից է ամելցնում, թե ոնց։ Հա։ Կարծում եք քաղաքական պայքարի համար է բարձրացել։ Հա, 100% առանց կասկածելու։ Բայց մինչև այդ ինքը ասում էր, որ թոշակ ինչ անում տարիքով մարդը։ Ինչու հիմա ավելացրեց։ Որպեսզի ասենք ձայն հավաքի։ Այն ով որ ասենք հավատում է իրանց, ձայն տալ որ իրոք ասենք ավելցրել են թոշակը։ Էս նոր, հա, ես հասկանում եմ, ընտրությունների ժամանակ մի անգամից բան արես, ես մի անգամից ասես 1000 գրամ, հետո մի անգամից, ես նայում եմ, մի անգամից 10,000։ Բա տարբեր բաներ ա էլի ես թոշակի աշխոհել։ Չեմ գիտա։ Ժողովրդի մեծամասն ասում են ընտրակաշառք կա, բայց դե ամեն մարդ իր հայացողության վրա։ Բարձրացնում է, չի բարձրացնում, մենք ով ենք որ որոշենք։ Չգիտեմ, բարձրանա թե չբարձրանա։ Ինչի՞։ Տենց։ Չեք հավատում։ Հավատում եմ, բայց դե ինչ արած։ Էդ էլ փող չի։ Դե որ ուզեց հերա տենց անել, ուրեմն մի բան կա էլի։ Այս ընթացքում չպետք է արվեր։ Պետք է արվեր նախորդ հանգիստ խղճով կամ բան էլի, այդ էր ամեն ինչը։ Եմի այս ընթացքում ամեն ինչը խափսիկ ձև է ստացվում։ Չես կարող համոզել, որ վերջը ինչ անելու։ Անում էր ժամանակին անի, հասկանային, ասեին, որ իսեցա։ Հիմա այս երկու մոմենտը թանկացր ապրանքները բարձրացա 10 ռուբլով, գնա վերջում ասա, գիտեք ինչ կա, ֆինանսը, բայց դուք մտածի, որ ժողովրդի պարտքերը փակի, ուրիշ պետության պարտքերը փակեց, որ կարող է բնակիչը իր գոյատևելով ապրի։ Փաշինյանը տեսա, որ ժողովուրդը լնում է ոտքի, ստիպված իրանից վախենալով, թոշակները բարձրացրեց մի 10,000 դրամով։ Թող շուտ աներ այդ բանը, որ ժողովուրդը չլներ ոտքի, չասեն բանը գալիս է ընտրություններ, նոր այդ բանն անում են, պետք է շուտ անեին ամեն ինչ։